Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի ցանկությունով հրահրված անհագ վառվել են էլի։ Այսպես է տեսել Շամիրամին Չարենցը։ Բոլորովին այլ կերպ է նրան պատկերացնում Արարատի մարզի ասորաբնակ Վերին գյուղի բնակիչ Քելման Աբրամովը։ Դուք եք ունեցել ձեր Շամիրամ Թագուհին։ Ձեր Շամիրամ Թագուհին։ Վայ, կներեք, մեր պայտակ շփոթվում։ Մեր ձեր չկա Շամիրամը բոլորից։ Տեղերով խառնեցին։ Մեր օրինակ հզոր պատմություններից մեկն է, որ ունեցել ենք Շամիրամ Թագուհին, որ կարողացել է ինքը կառավարի, չեմ ուզում աշխարհը, բայց կարողացել է կառավարի շատ բաներ։ Ձեր մոտ բայց ինքը դրական կերպար է, չէ՞։ Հայերի համար բացասական կերպար է։ Դե գիտեք ոնց, մարդ չի կարա բոլորի համար լավ լինի։ Շամիրամը ձեր համար լավն էր։ Հա, դե ինքը մերն է, մենք պիտի ասենք լավն է։ Վերին Դվինը Հայաստանում ամենամեծ ասորական համայնքն է, բնակիչների մեծ մասն ասորի է։ Հիմնական ներգաղթը 19-րդ դարի առաջին կեսին է եղել, Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Վերին Դվինի կենցաղը Հայաստանի մյուս մարզային բնակավայրերից շատ չի տարբերվում։ Լոլիկ ու ելակ են աճեցնում, երբեմն լավ է վաճառվում բերքը, երբեմն չէ։ Դպրոցը ռուսական է, առօրյա ասորերեն խոսքը ընդհատվում է ռուսերեն բացականչություններով։ Ռուսական է, մեր դպրոցը ռուսское образование է։ Երեխաներին անվանակոչելիս նախապատվությունը հաճախ հին արքաներին են տալիս, օրինակ Աշուրբանի Պալին։ Ազգանունները ռուսական վերջավորությամբ են։ Հայկական ու ասորական տոները նշում են միասին։ Բոլորի ընտանիքում գոնե մեկ հայ, մեկ ասորի կա։ Իմ տատին մեզի ուրիշ հոգի է մեր մեջ մցրել, ինքը միշտ հայ էր։ Հայեր մի հաս։ Շատ հայ եք զգում թե ասորի։ Ես ասորի եմ, ինձ զգում ասորի թող մահանամ։ Դες որ հիվանդ է։ Հարց տվեց մեզի, ասեց, բալա ես ինչ ասեմ, ասենք թե մորանում էր 500 տարեկանում մահաց է, ասենք ասորի է, այս կնիկը վատացավ, ինքը չէր ընդունում, որ ինքը ասորի պետք է լինի։ Գյուղում հայերի ու ասորիների միջև տարբերությունն այնքան է, որքան իրենք են թույլ տալիս, որ տեսնենք։ Մեր ասորները սարդ են։ Ինչ են։ Բան են, այտենց ավելի ոնց ասես քեզի ավելի ձիք են։ Քանսեց ձեր հայերը, ասենք թե մեր տղամարդիկ։ Բան ջան, իրանք, ես իմ բնավորություն էլի, ես էլ այտենց եմ բնավորություն։ Այդ ոնց է լինի, մի օրինակով բացեք։ Օրինակ, ես սիրում եմ խոսքի այս բաժակը իմն է, իմը մնա։ Չտամ ոչ մեկին, այս ձևի ենք։ Պատղամարդիկ։ Նույնն էլ տղամարդ խոսքի այս աղջիկը քորնա, քորնը մնա։ Հայերի աղջիկներ կավելի մեղմ են։ Մեղմ։ Այդպես բաներ կան, որ իրաց մեջ նստությունը ավելի շատ է, քան թե մերոնք։ Մերոնք շուտ բռնկվող են։ Ես շուտ եմ բռնկվում։ Ստիստեղ կարող է ջայնանալ, մարդուն են ես վիրավորեմ, այդ մարդը գնա հուր ու հավիցանի, տո խիղճս չի տանջում, որ իրան անպատվել եմ։ Միմյանց միջև ասորիներն ասում են, որ հայ փեսան լավ բան է, հայ տղամարդիկ իրենց կանանց լավ են նայում։ Ինքնագլուխ ծնողները առաջ գնում են, ուզում են, բերում են։ Այդպես բաներ չկան հիմա։ Հիմա սիրում են։ Ձեզ տենց են ամուսնացրել։ Ես ամուսնուցել չէի, դες եմ, այդ ումն է պետք։ Ծնողներն են արել։ Հա, բայց դա սխալ է։ Քանի տարեկան եք։ 15։ 15-ում ամուսնացրել են ձեզ։ Հա։ Չեք ասել չեմ ուզում։ Չէ, ոչ մի բան։ Բոլոր որտեղ հարսանիք եղե, ծնունդ եղե, իմ ամուսին ինձ չի ասեմ մի գնա։ Բոլոր տեղ գնացել եմ, ինչ ուզել եմ, հագել եմ, աշխատել եմ։ Միձի ոչ մի բան, թթու բար չեն ասել, չեն ծեծել, չեն կրվել, ինչ ասեմ։ Այդքանը հերիք, հա։ Հերիք։ Խաղաղ համակեցությանը զուգահեռ այստեղ ասորիները հիշում ու հիշեցնում են իրենց պատմությունը եւ աշխարհագրական այն ընդգրկումը, որ հատում էր Արարատյան դաշտի այս փոքրիկ գյուղի սահմանները։ Օրինակ ես եթե ուրիշ տեղ լինեմ, Հայաստանից դուրս կամ Հայաստանի մեջ, ես հաստատ բոլոր տեղը ինձ կասեմ ես ասոր եմ, որտեվ ես հզոր պատմության ներկայացուցիչներից մեկն եմ, էլի։ Այդ ինձի մի հատ մեծ պատիվ է, էլի, որ ես այդ ազգն եմ։ Մենք էլ ձեր նման խաչապաշտ ենք, մենք քրիստոնյա ազգ ենք։ Մենք քրիստոնեության հայերից բանը ավելի շուտ ենք ընդունել ասորներ, հենա Բիբլիայում գրած է, դու Բիբլիա կարդացել եք։ Ոմանք պատմում են, թե ինչ բարեկեցիկ է գյուղի կյանքը շատ պահանջներ չունենալու դեպքում։ Ես չեմ ասում պոլոսու 100% անոց հարուստներից հարուստ եմ, աղքատել չեմ։ Ես կարող եմ խոսքի ապրեմ։ Իսկ ոմանց զայրացնում են գյուղի բարեկեցության մասին պատմությունները։ Շատ վատ է, սոված են, մարդիկ սոված են, 2 հոգի ապրում են, 102 հոգի էլ ծանր են ապրում, 3 հոգի ապրում են ծանր է, պայմանավորված է, Ծախվում բերքը։ բերքը չի ծախվում, էս չկա, այն չկա, ժողովուրդը սաղ վարկերի մեջ են։
Ի հակադրություն համագյուղացիների պրակտիկությանը Քելման Աբրամովը խնդիրների ակունքը մեր թվարկությունից առաջ մի տեղ է գտնում՝ Շամիրամի ու Արա Գեղեցիկի բազմաբարդ միջեթնիկ հարաբերություններում։ Արա Գեղեցիկ Շամիրամ Թագուհին իրանք սիրո սենց խորհրդանիշ են էլի եղել։ Աղջիկը երբ որ մի բան սիրում է, ինքը ամեն գնով ուզում անենց անի, իր ուզածին ու կարող է կոպիտ հնչի տիրանա իր ուզածին։ Արդարացնում ենք Շամիրամին։ Հա, դե պիտի սենց արդարացնենք, որտեվ երբ որ մարդ մեկին սիրում է, էդի այնպես զգացողություն է, որ գիտեք ոնց մենակ սիրող մարդը կհասկանա այդ ինչ զգացողություն է։ Արա Գեղեցիկը ուրիշ աղջիկա է սիրե Շամիրամը, Իրանա սիրե, բայց Շամիրամը պայքարել է, որ հասնի Արա Գեղեցիկին, իսկ Արա Գեղեցիկը չի դավաճանել իր նախընտրած աղջիկան։ Եվ դա լավ է թե վատ։ Դե բնականաբար էդի վատ է, որտեվ եթե լավ լիներ, հաստատ հիմա գիտեք ոնց, հիմա Հայաստանի որ մաս հետ այր ասեր ասորի, հաստատ սաղ կիմանայի, բայց չեղավ իրար այդ հարաբերություններ չստացվավ էլի, որ ստեղծեին, դրա համար երկու հզոր կայսրությունները էլ չեղան։